Ինչ ենք անում առավոտ շուտ, միած սուրճ ենք խմում և անցնում գործի, այսօր չենք ասում բարև ձեզ, այսօր ասում ենք Քրիստոս ծնվավ և հայտնեցավ մեզ և ձեզ մեծ ավետիս Աղջիկներս, քանի որ այսօր Սուրբ Ծնունդ է, բրնձով փլավ ենք պատրաստում չամիչով եւ ես ինչպես եմ պատրաստում, ընթացքը ձեզ ցույց եմ տալիս։ Այստեղ երեխաների համար երշիկով ծվածաղ եմ պատրաստում, շատ են սիրում, շատ այսպես հավեսով ուտում են։ Ճիշտ է, ամեն օր չեմ պատրաստում, բայց հենց ուզում են այդ օրերը պատրաստում եմ բնականաբար։ Հիմա ինչ ենք անում, բրինձը արդեն նախապես ես սեփել եմ։ Առաջ ջրով ենք եփում, որպեսզի ինքը շիլա չդառնա։ Դե հատուկ բրինձ եք ընտրում, որպեսզի ինքը եփվելուց հետո հատիկ մնա։ Եվ չամիչը տապակում եմ կարագով պարտադիր, որ ավելի համեղ ստացվի։ Կարագը ընտրում ենք բնականաբար բարձր որակի, որպեսզի համեղ լինի, համ ու հոտ չգա, հա, այսպես։ Չամիչն լավ կարմրացնում ենք, ավելացնում ենք բրինձը, ընթացքում խառնում ենք բնականաբար, հետո ավելացնում եմ մեղր 2 ճաշի գդալ, որպեսզի ավելի քաղցր լինի, ինչպես տեսնում եք, բրինձը հատիկ է մնացել, ինքը լավ այսպես ջրքանվել է։ Հիմա կթողնեմ չամիչներն էլ լավ կկարմրի, ավելացնեմ բրինձը, շատ չենք կարմրացնում, որպեսզի վառած համ չգա։ Հիմա տեսակ արդեն ընթացքը տեսնում եք տեսանյութում ինչպես է լինում, որպեսզի ավելի համեղ ստացվի, համ չամիչի համը չկորցնի, համ էլ քաղցրություն փոխանցի բրինձին։ Ընթացքում էլ ավելացնում եմ մեղր եւ պատրաստ է։ Կարող եք համտեսել։ Ձուկը արդեն Աննան պատրաստել է, կգնանք իրանց տուն, կտեսնեք, կնկարահանեմ բնականաբար։ Աննանց տանից շատ եք սիրում կադրեր։ Ընթացքում աղջիկներս հիմա դեռ Աննան դասավորվում է։ Տուն նկարահանելը այսպես ամեն ինչ դեռ հարմար չի, գործերը կվերջացնի, հետո արդեն կգնանք հավեսով սուրճ կխմենք, կզրուցենք, մի խոսքով դեռ գործ է անում Աննան, չի կարելի խանգարել, այսպես ասեմ, հա։ Այս նկարում եմ, այս ցույց տամ, պետք է ամբողջովին դասավորվի, հետո նոր արդեն կնկարահանեմ, դուք էլ կտեսնեք։ Ոնց որ գնացինք մաքրությունը նկարահանեցինք, ամեն ինչ տեսակ, այնպես էլ արդեն կդասավորվի, ընթացքում էլի կնկարահանեմ, բնականաբար կտեսնեք։ Այստեղ արդեն մեղր եմ ավելացնում, շատ համեղ է ստացվում, կփորձեք, եթե մինչև այսօր չեք փորձել։ Կարող եք նաև տարբեր չրերով պատրաստել, ուղղակի քանի որ խորհրդանշում է չամիչը եւ բրինձը, այդ իսկ պատճառով ես չրեր ոչինչ չեմ ավելացնում։ Թե չէ կարող էի սեպչիր, սարոլորաչիր այսպես կտրատել, ավելացնել, բայց չցանկացա։ Այդպես սիրուններս, բրինձը պատրաստ է։ Հիմա արդեն մի հատ սուրճ ենք խմում եւ գնում ենք Աննայանց տուն։ Այսօր Սուրբ Ծնունդը Աննանց տանն ենք նշելու։ Աղջիկներս բրնձով փլավը արդեն պատրաստ է, երեխեքս քնած են, մնում արթնանան եւ գնանք Աննայանց տուն։ Դե բնականաբար դուք էլ մեզ հետ դրսում շատ հավես եղանակ է, այտենց մորոշ չի էլ, ձիու կարել ասել չկա։ Նենց տաք է, որ ամբողջ այսպես հալվել է։ Մեր տարեկաթան էլ կտանենք իրանց տուն, այնտեղ կգտրենք եւ կտեսնենք ում է ընկնում հաջողությունը, ով պետք է այս տարվա բախտավորը լինի։ Մեր տանից տեսնենք ով է, Աննանց տանից տեսնենք ով է, պես որ կմնանք մեզ հետ, որպեսզի պարզենք ով է ամենաբախտավոր մարդը այս տարի։ Եվ ինչ եք կարծում, մի հատ գրեք տեսնեմ ով կլինի, մի հատ գուշակեք, մինչև գնանք կտրենք։ Ինչ ես մտածում Գյորգի ով կլինի։ Գյորգ։ Հա, ջան։ Ինչ ես մտածում կեղնի բախտավորը։ Ով կլինի չգիտեմ, ոնա ջան, ես բանս արսեմ, ես կարծում դու։ Պետք է ամեն առաջից ասել դու։ Աղջիկ ես։
Մաման բախտավոր, մաման, աղջկատ մաման բախտավոր եղնի, որ աղջկատ է բախտավոր եղնի։ Կլի, մաման արդեն բախտավոր եղել պրձել է։ Так что... Ես եմ սիրում, թե դու։ Yes. Քեզ աթավոր։ Մի հատ էլ եմ ասում։ Ես եմ սիրում, թե դու։ Yes. Քեզ աթվում որ դու ես սիրում։ Ջորջան, ես եմ սիրում, yes. Ես եմ սիրում, թե դու։ Yes. Ես եմ փայլում, թե դու։ Yes. Այ քեզ երկու բան։ Քեզ ես սիրում, թե ինձ։ Ինձ։ Դա մետ էլ իմացանք։ Հետո։ Հենց ինչ հետո։ Ես շատ գիտեմ, մտքով դերի վակ։ Ազնի կարծնես։ Հետո լա դու հարցրու։ Ինչ հարցն։ Հարցը դու պատասխան։ Մեգան մի պատասխան։ Մի դու պետք է հարցնես։ Մերայս պապա։ Բա։ Մտել այդպես աղջիկ ջան։ Սրտանց շնորհավորում եմ սիրելիներս բոլորիս Սուրբ ծնունդը։ Թող Աստծո լույսը բոլորիս տանը լինի, առողջ լինենք, բախտավոր, չաղ եւ բախտավոր։ Թմբլիկանանք, չողոնանք, ամառողջությունով, ամաջողությունով։ Ու առաջ գնանք։ Այդպես գնացինք։ Մարդուկունով կա, դայձը վայնա ապրացի տղեր, խոսինգա դերը խոսում Անակ եսի ձեզի դե կարա։ Ասեն ինչ ասի։ Հարցրել բրին ձճկերը։ Ինչ կուտեսի մաղանայից դու։ Խորովատ։ Այսօր ռիբա բդրուդենք։ Այսօր խորովատ։ Ուրա ռադի ժորտա։ Ամրես։ Դիպ շոդա շոզերգե։ Երեխեք չան առողջություն զադի։ Մարիա։ Աստված փորձանքից Դեզյակտիվ է։ Էջեր աստված շարից փորձանքից երեխեքից պայից պաշտպանես։ Աղջիկներս հասկերանք վերջացրեցինք, հիմա ժամանակն է սուրճ ենք խմում, գաթան պետքա կտրենք, տեսնենք ովքեր են այս տարվա հաջողակները, մեկը մեր տանից է լինելու, մյուսը Աննայից տանից։ Այնպես որ մնացեք մեզ հետ, շուտով կտրում ենք եւ տեսնենք։ Անցած վլոգում գրել եք Աննա ջան, խմորի մեջ չես դրել կոպեկ, դրել եմ աղջիկներս, ուղղակի եւ մոնտաժի ընթացքը շատ արագ ա եղել, չեք նկատել, որ Venga. Արի վեկա Լերիկ ջան։ Ես եդիշ չէ, Մարիա, ստի։ Սպասի, տատու պապը վերուն է։ Հալա նայեք, ինչ լավ է բարձրացել։ Տորը ցավը ստանի, Մարի։ Դեր երեխին։ Նայեք։ Արի։ Մարիա, այս բուբը չէ։ Մարիա, վերցրա ինա։ Նորմալին այն անձը։ Ոնց զգացի։ Նազի։ Միա վերին նոր չէ։ Ձյուր չէ։ Արի Երիկ ջան։ Ան կորը կոֆե վերին։ Պատեր մնա։ Այնա միատ կատա վերին։ Յոմինա խորժորին Էսի ձեռքից։ քեզ, տակ, էսի մամային, ենե պաբային, ահա, ես է թողակ պաբային, համի։ Վայ, ես քո ինչ եմ ասել։ Շնորհավոր։ Շնորհակալություն տալու ձեզ։ Դա
Պապան եկա։ Իմ գատեն ես գտանությունը կուտեմ։ Չեմ ուզում ուտեմ։ Դենիկը մի հատ Արի է։ խորենտյան, այսօր քեզ տենանք։ Որի դա։ Մենք մեր բանով քաշել։ Անային էր ընկե։ Իմը մեր տանից ինձ ընկա։ Տենանք մեր ընդ։ Նկարը ես։ Я тема тарет։ Որենից էր։ Դե առաջինի կանյան նորսեմ էլի։ Ես կուսով դե թողենք իրան, է։ Իմ խորենի բախտը բերի։ Նհլելը։ Կարոտը բեն իրար։ Պակա։ Սապակա, Սապիա։ Գնացես, բարի գիշեր ձեզ։ Այ մամա ջան։ Են օրն ինչ էիք ասում, ձեր տան, դու խաղ արեք, ձեր տանը տքան ակտիվ չեն, տունը ավիրեմ են, ավիրեմ, ասում են աննանց տանն ավելի ակտիվ են, քան ձեր տանը, նոր են տեսել իրար, արդեն վերբարացություն են վերած, բարեք ձեզ, ոնց ես, են իչա, Էլինային էդի, թող Էլինան է վազի։ Այսի աղջիկներս գախնի սենյակներ, որտեղ որ Աննայինք էին մնում։ Ահա։ Այստեղ պետք է լինի հյուրասենյակ, վերանորոգ ենք և արդեն այստեղ կդառնա հյուրասենյակ։ Այս սենյակները, հյուրասենյակները 3 մասի սենյակա լինելու։ Նայեք ինչ մեծատարածությունը։ Ես կիսկ այստեղ Էրիկի նվերն է, իր հորեղբոր կողմից գումար էր տվել, որպեսզի երեխու համար նվեր առնեմ, ես էլ այսպես սիրուն նվեր եմ առել։ Դեռ ինքը ամբողջովին պատրաստ չէ, արդեն գուշակեցիք, պետք է Էրիկ ինքնուրույն հավաքի, այստեղ բոլոր տառերը թվերը գրած է, ինչպես պետք է անի, և արդյունքում շատ գեղեցիկ ձի ենք ստանալու, չէ բալես մի արա, դեռ Էրիկը չի սկսել, շուտով կսկսի, սպասի կյանք, սպասի, հլնա ես ինչա, բադարըկ, ում բադարըկն է, Էրիկի, ինչա նկարված, Ես ինչա, ես ինչա, ասա ձի, պայտ է ձի, մեր դրանը կապեցինք, ով ունի, այսպես ձի, թող գա իր հետ, նա մրցի, ապրես, հիմա կարմիր ձինը, կարմիր չի, առանժվի է, նարնջագույն, բայց կարմիրին ինձ թվում անման կլինի, շատ մանր աշխատանք է աղջիկներ ջան, այնքան էլ զգուշ պետք է աշխատի, բնականաբար ես իր հետ կաշխատեմ, որ արդյունքում ունտիր նկար ստանանք, հա ջան, ես էլ տղայիս նվեր է, իսկ մենք ինչ ենք գնել իր համար նվեր ծնողներով օնլայն դասեր, մենք գտնում ենք իրան ավելի լավ է, այսպես կրթություն տանք,
Քանց ինչ-որ չգիտեմ, այլ թանկարժեք նվերներ։ Իրա համար on-line դասեր են գնում, ինքը պարապում է, կարելի ասել, ամբողջ օրը։ Ահա, ասել էսպես, ասել տղայիս նվերը։ Մամա, դա Ջան, բարի առավոտ աղջիկներս, մեր բլոգը շարունակվում է։ Ինչպես այս նկարը ձեր հետ սկսեցինք նկարել, հիմա անցնում ենք հաջորդ նկարին։ Բարև ձեզ, Երիկն ասում է ոնց եք։ Հիմա արդեն ինքը մենակ պետք է անի, ես իրան չեմ կարող օգնեմ, որովհետև մի հատ գրիչ է։ Ու պետք է վակուումով քարերը բերենք, տեղադրենք, առաջի անգամ ենք անում։ Սկիզբը սկսված է, վերջում արդեն կտեսնեք արդյունքը։ Շատ մանր աշխատանք է, շատ զգուշ պետք է անի, տառերը, թվերը չխառնի։ չխառնե, որտեղ խառնեմ, դասել չերնի։ Այո, պետք է շատ ու շատ իրանես բալես։ Այսի կլեյա։ Հա, ձեռով մի ձեռտու, հետո չորանալ չես կարող անես։ Ձեր հետ կսկսենք, ձեր հետ է կվերջացնենք։ Տեսնենք արդյունքում ինչ պետք է ստանանք։ Ուղի բալես։ Դենց։ Ահա, ուղի։ Սիրուն ուղի, որ ուղի եղնի։ Սա։ Ահա։ Այսի կարևնա, ոստեղ կդենենք, շատ սիրո դերնի։ Այս անով այսի գրասկը կնակ այս անով ուժը կարելի։ Դե արա սիրուն նորա բալես։ Այդ են սիրուն նորա բալես։ Ինչ կասես մեր հետևորդներին։ Հապրես։ Ապրեք, որ դիտում եք, մեկնաբանում եք, սա մամայի սալիքին միացեք, արջևում շատ հետաքրքիր վլոգներ է սպասվում։ Իսկ այստեղ քարերն է։ Պետք է ուշիրից տանենք։ Այո, հերթով պետք է անենք, որ Հերթով։ չխառնենք իրար։